Նոյեմբերի 8-ին վերանորոգումից հետո վերաօծվել է Ռումինիայի հայոց թեմի Սրբոց հրեշտակապետած առաջնորդանիստ եկեղեցին, տոնվել է եկեղեցու կառուցման 110-ամյակը։ Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հրավերով արարողությանը մասնակցել են Ուկրաինայի, Միացյալ Թագավորության, Կանադայի, Վրաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի թեմերի առաջնորդները, Չեխիայի հոգևոր հովիվը։ Տոնական պատարագը մատուցել է թեմակալ առաջնորդը։ Նույն օրը Բուխարեստի Սրբոց հրեշտակապետած առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման եւ 110-ամյակի առիթով Ռումինիա ժամանած հայ եկեղեցու պատվիրակությանը թեմակալ առաջնորդներին ընդունել է Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Դանիելը։ Այս կիրակի Երուսաղեմի հայոց միաբանությունը տոնախմբել է Խաչի գյուտի տոնը հին տոմարով։ Շաբաթ օրը նոյեմբերի 8-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանի հանդիսապետությամբ մայրավանքից թափորով մեկնել է Սուրբ Հարության տաճար։ Տաճարի մուտքից հրաշափառի եւ շարականի երգեցողությամբ թափորը նախ առաջնորդվել է Քրիստոսի Սուրբ գերեզման, ապա շարժվել դեպի գյուտ Խաչի սրբավայր։ Երուսաղեմի հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել երեկոյան ժամերգություն եւ նախատոնակ։ Հաջորդ օրը միաբանությունը Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանի հանդիսապետությամբ բարձրացել է Գողգոթա Քրիստոսի խաչելության վայրում երկրպագության։ Ապա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվել են գիշերային եւ առավոտյան ժամերգությունները, տոնական պատարագը մատուցել է Գևորգ Վարդապետ Հայրապետյանը։ Նոյեմբերի 2-ին Մայնցի հայ համայնքում պատարագի ժամանակ կատարվել է դպրական ձեռնադրություն եւ մատաղօրհնության արարողություն Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ձեռամբ։ Սուրբ Խորանի երիտասարդ սպասավոր Ալեն Գյոկչյանը սրբազանի ձեռամբ ստացել է դպրական 4 աստիճանները։ Արարողության ընթացքում սրբազան հայրն իր գնահատականն ու օրհնությունն է փոխանցել Մայնցի համայնքի վարչությանը, երգչախմբի անդամներին եւ խորանի սպասավորներին։ Առաջնորդն անդրադարձել է մատաղօրհնությանն ու դպրական ձեռնադրության խորհրդին, բացատրել դրանց նշանակությունն ու իմաստը։ Մատաղի օրհնությունից հետո հոգեհանգստյան կարգ է կատարվել ի հիշատակ Մայնցի համայնքի ննջեցյալ անդամների։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։